Передача в центр, удар по воротам, вратарь вновь в игре! Авагян! Что Генри Авагян делает? Абсолютно один ирландец был с отскоком от газона удар. Опаснейший удар, который вылетал из-под защитников после рикошета. Ай, что сейчас Авагян сделал? Вот она эстетика вратарской игры. Ну и сейчас Авагян никуда не торопится, показывая Бастиену, что, видимо, ему какая-то медицинская помощь нужна или в чем дело. Авагян улыбается, понимает, Авагян. Улыбчивый парень, на самом деле, сам по себе. Голкипер Тюника. Ես ցանկանում եմ հիմա մի հատ գաղտնիք բացել, ազգային հավաքականում դու իրավունք չունես գնաս մարշին, գնաս ինչ խոսես մարզիչ հետ։ Այդտեղ չկա ես խաղամ ինքը, ես ավելի լավն եմ, ինչ պրետենզիա կա։ Ոչ մի։ Ընդհանրապես իմ կարիերայում շատ քիչ մարզիչներ են եղել, ու ես շնորհակալ եմ։ Շատ քիչ։ Ընդհանրապես ինձ չան էլ տեսել թիմում, բայց աշխատանք էի գտել, խանութում աշխատում էի։ Հետո երբ որ ես տենց խանութում աշխատում էի, Վահե Գևորգյանն էր որ զանգեց, ասեց արի մոտ, ափսոսանք էր ուղղակի որ ճանապարհը հասել ես ազգային հավաքական, Հենրիխ Մխիթարյանին ես տեսել, բայց ուժ եմ գտել իմ մեջ, իմ ընտանիքի անդամները միշտ իմ կողքն են եղել, ընկերներս կողքս են եղել։ Շատ ընտիր։ Ես իրոք ուրախանում եմ sense դեպքեր լսելով, որ մարդ չի կոտրվել։ Այդ հարցին ճիշտ չի լինի, որ ես պատասխանեմ, որտեղ ես ֆուտբոլիստ եմ, ու ես էլ ազգային հավաքականի ֆուտբոլիստներից եմ, գոռոզ չեմ ու չեմ մտածել, հալա ես Հենրի Ավագյանն եմ, ես լավն եմ, ես 21-ում ռեզուլտատ եմ տվել, բան sense բաներ իմ մոտ կյանքում չի եղել։ Հարաբերությունները մեր մոտ միշտ լավ ա եղել Օգնան Շանչարևիչի հետ։ Մարիչը իր դարպասապահին ա բերում, ու այդ դարպասապահը հունգարացի ա։ Ինչքան շանս ունեմ ես, եթե նույնիսկ ես իրանից ուժեղ եմ։ Ընդհանրապես շանս չունեմ։ Ամենասիրածս բանը, որ մարզիչ ունի, առասարակ, ու ես այդ ԵԺ Մելիքյան մոտ տեսել եմ, որ ուղիղ, այսինքն նստում ա քո աչքերի մեջ ասում է դու կամ խաղում ես, դու կամ չես խաղում։ Ինձ ճիշտ ասած դուր է գալիս մեր զրույցի ընթացքը, քանի որ մի տեսակ անկեղծությունը շատ է, ու ես սիրում եմ, այ հենց այդ անկեղծությունը, հա, դա շատ կարևոր է։ Մինչև 12 տարեկան կենտրոն կիսապաշտպան էի խաղում։ Թիմում դարպասապահ ունեինք, որ ոնց որ լավ չէր կանգնում, ու անդադ գրվում էինք, հաղթանակ չունեինք, միշտ պարտվում էինք, ու հաշիվները ոնց 12-1 խոսքի 10-0, ոնց մի օր հիվանդացավ մեր դարպասապահը։ Միկայում 96 թվերով խաղալու էինք 95 թվերի դեմ, չէր եկել, ես էլ մեկնարկային կազմի խաղացողի թիմի ավագն էի։ Մարիչը ասաց ով որ չի խաղալու, դարպասին կկանի առաջ տայմը, հետո երկրորդ տայմը ոնց մի տայմ էինք խաղալու, մեկնարկային կազմից կհելնի դարպասին կանի, այդ օրը կանցկացնենք, ասենք լավ։ Ձմեռ էր, ես չգիտեմ խի սիրել եմ միշտ այդ գործը, միշտ դարպասապահներին նայել եմ։ Հետո որ երկրորդ տայմում արդեն ես կանեցի դարպասին, չգիտեմ ինձնից անկախ մի երկու հատ գնդակ անեցի։ Վсё։ Մարիչը ասաց կուզես դարպասապահ լինես, ես ամոթից ասացի հա։ Ամոթի հարց։ Չկարողացա ասեմ, չէ։ Ասացի հա, ինքն էլ պահաբռնեց, մի անգամից ոնց որ դարակում 10-րված լիներ արդեն, դարպասապահների շոուերը ու ձեռնոստեր։ Մի անգամից տվեց, ասաց վсё, դու դարպասապահ ես։ Գնացի տուն, ասացի դարպասապահ եմ ես։ Վերջ։ Ինչա պետք տվեք պահեմ։ Հենրի Ավագյանի հեռախոսի մեջ, հեռախոսագրքում ամենահայտնի մարդու կոնտակտը ո՞մն է։ Եթերային չի։ Լավ, իսկ եթե ֆուտբոլիստներից Չէ, ֆուտբոլիստների շատ-շատերի համար ունեմ։ կա տենց ֆուտբոլիստ, որ քո ներվերի վրա ազդում է։ Այն որ Չէ, ֆուտբոլ չեմ նայում։ Լու։ Բա Վինիսիուսին էլ չես նայ։ Չէ, դե տղա է էլի։ Okay. Ողջույն սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլը նորալիք YouTube-յան ալիքում։ Այսօր մեր հյուրն է
Հայաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Հենրի Ավագյանը։ Ողջույն Հենրի ջան, Ողջույն։ ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ։ Մարտական։ Շատ լավ է։ Հենրի ջան, դու արդեն sense լիարժեք զբաղեցրել ես Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահի դիրքը։ Այն պահին, երբ որ դու դեռ պայեստայինների նստարանին իր հիմնականում լինում, երբ որ կար օրինակ Չանչարևիչը, այդ ժամանակահատվածում հոգեբանորեն հնկիչվածություն զգում էիր յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ, այսինքն խաղադաշտում գտնվողներից, ոչ բացառենք օրինակ դարպասապահին, իրանք մարզումների ժամանակ կարողանում են, չգիտեմ, ցույց տալ որոշակի առաջընթաց, մարզիչը ասում է, օքեյ, քեզ կվստահեմ։ Իսկ օրինակ դարպասապահի փոփոխության հարցը մի քիչ ավելի լուրջ է լինում ու թեկուզ հենց մրցաշրջանի միջնամասում այտենց ռիսկի չեն գնում, եթե վնասվածք չկա կամ բան չկա, լուրջ։ Այդ հատվածը քո կյանքում ոնց ես հաղթահարել ու առհասարակ ինչ քայլերի ես գնացել, որ հիմնական կազմում ներառվես մշտապես։ Լինում է այդ դեպքերում, այն որ պարզապես չես կարողանում այդ իրավիճակի հետ համակերպվես ու գնում ես, չգիտեմ, մարզչի հետ ես խոսում, ասում ես տվեք ինձ հնարավորություն, թեկուզ ինձ գավաթային խաղերի ժամանակ։ Ճիշտ եք ասում, եթե բացառենք դարպասապահին, մնացած ֆուտբոլիստները միշտ հնարավորություն ունենում են գոնե 10 րոպե, 15 րոպե, ում որ կվստահի մարզիչը, այդ 4-5 հոգին, որ միշտ փոխարինման են մտնում, իրանք հնարավորություն են ունենում իրանց ցույց տան այդ կարճ ժամանակում։ Դարպասապահինը մի քիչ ուրիշ է, բայց չի ասի թե այդ հոգեբանությունը հաղթահարել եմ ազգային հավաքականում, այդ հոգեբանությունը մանկուց ես դու հաղթահարում, որտեղ դու գիտես, որ կարաս հիմա մեկնարկային կազմում լինես, կարաս մի տարի չխաղաս ընդհանրապես, սպասես քո շանսին, քո հնարավորությանը։ Նայեք, ակումբում ուրիշ է, ազգային հավաքականում ուրիշ է։ Ազգային հավաքականում դու իրավունք չունես գնաս մարզչին, գնաս ինչ խոսաս մարզիչի հետ։ Մարզիչը որոշել է, որ պետք է խան 11 հոգին, դա ազգային հավաքականն է։ Մենք դրոշ ենք ներկայացնում, մեր երկիրն ենք ներկայացնում։ Այդտեղ չկա ես խաղամ ինքը, ես ավելի լավն եմ, տենց բան չկա, մարզիչը որոշել է 11 հոգուն, այն մնացած ֆուտբոլիստները, ովքեր որ չեն խաղում, պետք է փորձեն օգնեն ուրիշ բանով։ Այդ 11 հոգին կօգնեն ֆուտբոլ խաղալով, մի 11-13 հոգին, եթե անգամ ջուր տալը իրանց խաղանկերոջ հետի օգնությունը համարվում, պետք է ուրեմն դրանով օգնեն, կամ մարզումներին պետք է օգնեն, որ մնացած 11 հոգին պատրաստվեն ավելի լավ խաղերին։ Իսկ ակումբը մի քիչ ուրիշ է, ակումբում հա, եթե մտածում ես, որ դու իրոք շանս ունես խաղալու ու դու ավելի լավն ես, կարաս գնաս մարզչի հետ խոսաս։ Իհարկե շատ adekvat չափերի մեջ էլ։ Այդտեղ մարզչը դու կոմունիկացիայի մեջ ես մտնում, մարզչը քեզ ասում է, թե ինչն է խնդիրը։ Կարող ընդհանրապես խնդիր չկա։ Կարող դու ավելի ուժեղ լինես, բայց այդ դարպասապահը, որ խաղում է, առանց սխալ խաղում է ու երկար ժամանակ չոր է պահում։ Ինչ պրետենզիա կա։ Ոչ մի։ Այ քանի 4 հատվածի մասին խոսք գնաց 608 րոպե դու անառիկ ես պահել դարպասդ։ Այ կան ինչ-որ մի գաղտնիք է դրա մեջ, թե հաջողության ինչ-որ գործոնել է ազդել։ Գաղտնիքներ չէ, ասի թե գաղտնիքներ կա, ավելի շատ ես կասեմ, սենց իմ թիմի պաշտպանությունը շատ լավ ու շատ փորձառու պաշտպաններ ունեմ իմ թիմում, բայց բացի պաշտպաններից, բացի ինձնից, իմ գործոնից այդ ամեն ինչի մեջ ես իմ թիմին չեմ ցանկանում առանձնացնել, որովհետև դա մեծ աշխատանք է, դա հենց այդ 11 հոգին չէ, դա մի ամբողջ թիմ է աշխատում, դարպասապահների մարզիչ, դարպասապահները, որոնք որ չեն խաղում մարզումներին, իրանց մարզումների շնորհիվ քեզ միշտ պահում են ֆորմի մեջ, որ դու կարողանաս լավ դրսևորես։ Որ մարզիչն է ամենաշատը ազդել քո կարիերայի կայացման հարցում եւ ամենօր sense ազդեցիկն է եղել։ Ես ցանկանում եմ հիմա մի հատ գաղտնիք բացել։ Ընդհանրապես իմ կարիերայում շատ քիչ մարզիչներ են եղել ու ես շնորհակալ եմ։ Շատ քիչ։ Շատերը ընդհանրապես ինձ չան էլ տեսել թիմում։ Շատերը տեղ չեն տվել։ Չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, ես Նորավանք ֆուտբոլային ակումբ գնալուց առաջ ես 7 ամիս, 7-8 ամիս առանց թիմ էի, բայց աշխատանք էի գտել, խանութում աշխատում էի։ Որ ասեմ շատ մարզիչներ են եղել, շատ քիչ են եղել։ Երևի թե մեծ ֆուտբոլում Վահե Գևորգյանին կնշեմ, որ ինքն է ինձ ոնց որ համ Ուրարտու 2-ն ենք իրար հետ եղել, համ Ուրարտուի առաջի թիմում ենք եղել ժամանակ բանանց էր։ Հետո երբ որ ես տենց խանութում աշխատում էի, Վահե Գևորգյանն էր որ զանգեց, ասեց
արի իմ մոտ, նորից սկսենք ճանապարհը ու տենց սկսվեց։ Բայց շնորհակալ էլի մարիշներ կան, որոնց ես շնորհակալ եմ, նույն ինքը Արմեն Գյուլբուդաղյանցը, երբ որ ես Ալաշկերտում էի, ինքը ինձ հրավիրեց ազգային հավաքական, բայց այդ 21 տարեկանների հավաքականում 2 խաղ իր գլխավորությամբ եմ անցկացրել։ Իրան էլ եմ շատ շնորհակալ, ինքն էլ համ իր խորհուրդներով, համ իր վստահությամբ ինձ շատ մեծ ճանապարհ ա տվել։ Կառանձնացնեմ Ռաֆայել Նազարյանին, ԲԿՄ-ում տեղ տվեց, երբ որ էլի նորավանքը փակվեց, էլի խնդիրներ առաջացավ, ինքը չմերժեց, ինձ վերցրեց, խաղացի այնտեղ, հետո իհարկե Եղիշե Մելիքյանի մարշչական շտաբը նույնպես։ Այդ պահը առաջարկում եմ բաց չթողնենք, այդ 7-8 ամիսը այ Հենրի Ավագյանի մոտ ինչ էր կատարվում, կոտրվածություն կար ու պահ եղել է, որ ասել ես վերջ ես էլ չեմ վերադառնալու այդ ասպարեզին։ Դա այդ ժամանակ շատ մտքեր կային, երևի այդ ժամանակ էլ հենց այդ խառը էմոցիոնալ մտքերը եղել են, որ հնարավոր է դա վերջը։ Ափսոսանք էր ուղղակի, որ ճանապարհը հասել ես ազգային հավաքական, Հենրիխ Մխիթարյանին ես տեսել ու կարա ընդհանրապես վերջ այդ բանը արդեն ստոպ ու դու զբաղվես ուրիշ բանով, բայց ուժ եմ գտել իմ մեջ, իմ ընտանիքի անդամները միշտ իմ կողքն են եղել, ընկերներս կողքս են եղել ու նորից հնարավորությունը բացել է Վահե Գևորգյանը նորավանքում, նորից սկսել եմ առաջ գնալ։ Շատ ընտիր։ Ես իրոք ուրախանում եմ sense դեպքեր լսելով, որ մարդ չի կոտրվել, որ այո, խնդիրներ յուրաքանչյուրի կյանքում լինում են, բայց հենց դրանք հաղթահարելով ենք մենք ավելի ուժեղ դառնում։ Եթե այդ տեսանկյունից մոտենանք ու գնանք մի քիչ երիտասարդական հավաքական։ Մեր երիտասարդական հավաքականը հաճախ ամենաշատ sense քննադատության տակ է առնվում։ Բնականաբար արդյունքները շատ հաճախ տալիս են այդ հնարավորությունը շատերին։ Կա ինչ-որ մի բան, որը ըստ քեզ իրոք խանգարում է մեր երիտասարդական ֆուտբոլի կայացմանը։ Այդ հարցին ճիշտ չի լինի, որ ես պատասխանեմ, որտեղ ես ֆուտբոլիստ եմ ու ես էլ ազգային հավաքականի ֆուտբոլիստներից եմ։ Ես կասեմ մի բան, մեր երիտասարդական հավաքականներում շատ տաղանդավոր տաղանդներ կան, որոնք ապագայում կլինեն ազգային հավաքականում ու շատ կօգնեն մեզ։ Ազգային հավաքականներն հիմա այնց լավ արդյունքներ չունի, եթե անկեղծ լինենք, ես գիտակցում եմ այդ ամեն ինչը, ես այդ պատասխանատվության զգացումը ես հասկանում եմ, բայց մենք հիմա պատրաստվում ենք սեպտեմբերյան օֆիցիալ խաղերին, պետք է անդադ մտածենք, որ մենք պետք է հաջողության հասնենք, ու այդ հարցին ուղղակի գլոբալ պատասխանելը մի քիչ շատ խորքային պատասխանելը մի քիչ սխալ կլինի իմ կողմից։ Ես որպես ֆուտբոլիստ կարամ ասեմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է զգա այդ պատասխանատվությունը ու ոչ միայն այդ պատասխանատվությունը մենակ ազգային հավաքականում չի գալիս։ Հիմա երբ որ դու ակումբում ես, դու ակումբում մարզվում ես, դու պետք է գիտակցես, որ դու գնալու ես ազգային հավաքական։ Եթե դու մարզումներիդ տենց մատերիալանքով նայես հիմա, դու Հայաստանի ազգային հավաքականում արդեն պատրաստ չես լինի։ Դրա համար այդ ժամանակահատվածը չի, այդ մի շաբաթ, երկու շաբաթ հավաքը չի, որ դու գնում ես ընդդեմ ու վсё պատասխանատվություն զգացիր։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է սկսի արդեն իր ակումբում ամեն պարապմունքին մեծ պատասխանատվությամբ, մեծ լրջությամբ պատրաստվել արդեն, որ հետո դրոշ ներկայացնի։ Երբ դու եկար Հայաստանի ազգային հավաքական ու ունենք Չանչարևիչ այնտեղ, այ Չանչարևիչի հետ ձեր փոխհարաբերությունները ինչպիսին են, ինչ գործոններ, ինչ որ բաներ, որոնք որ վերցրել ես, սովորել ես իրենից ու այդ ամենը փորձում ես կիրառել։ Օգնան Չանչարևիչի հետ մենք Ալաշկերտում էլ ենք իրար այդ մի թիմում եղել, այդ ժամանակ ես դեռ երիտասարդ էի, երիտասարդական հավաքականում էի այդ ժամանակ, 21 տարեկան էի։ Այդ ժամանակահատվածից սկսած ես Օգնան Չանչարևիչից ու ոչ միայն դրանից շատ դարպասաբաններից շատ բան եմ սովորել, գոռոզ չեմ ու չեմ մտածել, հալավ ես Հենրի Ավագյանն եմ, ես լավն եմ, ես 21-ում ռեզուլտատ եմ տվել, բան sense բաներ իմ մոտ կյանքում չի եղել։ Ես միշտ մտածել եմ յուրաքանչյուրից կարաս ինչ-որ բան սովորես։ Արսեն Բեգլայանից էլ եմ ես սովորել ինչ-որ բան, Օգնան Չանչարևիչից էլ ես Ստանիսլավ Բուշնևից շատ բաներ եմ սովորել ու մինչ օրս ինչ-որ բան եթե ես տեսնում եմ, որ ես կարամ յուրացնեմ, ես միանգամից այդ վերցնում եմ։ Հարաբերությունները մեր մոտ միշտ լավ ա եղել Օգնան Չանչարևիչի հետ։ Եթե իրանք տեսել են ինչ-որ մի բան, իրանք դե տարիքով մեծ են եղել, մոտիկացել են, օգնել են, ասել են ճիշտը միանգամից փորձը փոխանցել են ինձ։ Առհասարակ ֆուտբոլում գործակալների գործոնը շատ կարևոր է, հատկապես վերջին տարիներին, ասում եմ Մինո Ռայոլան ինչ այդ սկսեց տենց կոնկրետ զբաղվել ֆուտբոլիստներով, այդ ավանդույթները ոնց որ շարունակվում են։ Հայկական ֆուտբոլում մի քիչ ոնց որ այդ ամենը միգուցե մեր աչքին չի երևում։ Ըստ քեզ կայացած է հիմա գործակալների շուկան Հայաստանում ու ֆուտբոլիստների կարիերան կառուցելու առումով նրանք ինչ որ գործոն ունեն մեն թե ոչ։ Իսկ քանի օքի ճանաչում Հայաստանում հայ գործակալ։ Երկու ես կարող եմ ասել։ Ես եմ շատ ճանաչում։ Դա շատ կարևոր բան է ֆուտբոլում։
Մարդիկ շատ են բողոքում, շատ են դժգոհում, որ հայ ֆուտբոլիստները արտասահման չեն գնում կամ էլ երբ որ տարբերակ է լինում, որոշում են չգնան։ Նախ այդ տարբերակները երբ որ լինում, ամեն տարբերակի հետևից չի որ դու պետքա գնաս։ Եթե դու պետքա գնաս այնտեղ դու պայստայինների նստարանին նստես, կամ չգիտեմ, գնաս այնտեղ ու սպա լինի քո մոտ, իմաստը որն է գնալու։ Ավելի լավ է դու ուստեղ խաղաս, մյուս հնարավորությունից սպասես։ Կամ եթե դու ֆուտբոլային գործակալ չունես, ընդհանրապես հնարավորություն չկա որ դու դուրս կգնաս, որտեղ ֆուտբոլային գործակալները շատ մեծ աշխատանք են տանում։ Իրենք շատ մեծ սահմանություն ունեն արտասահմանում։ Եթե իրենք իրենց սահմանությունները չօգտագործեն, դու ընդհանրապես հնարավորություն չես ունենա խաղալու դրսում։ Եթե դու անգամ լինես ամենալավը, խփես ռեկորդներ, ոնց բացատրեմ, եթե քեզ ուղիղ եթերով անդադ ցույց տամ, որ թե դու ինչ լավ բաներ ես անում, ինչ լավ գոլեր ես խփում կամ ինչ լավ ես պահում դարպասը, դա ընդհանրապես կապ չունի։ Դու պետք է ունես լավ գործակալ, որ դու կարողանաս դուրս գալ։ Պրոստը մարդկանց մոտ շատ թյուր կարծիք կա այդ ամեն ինչի վրա, իրանք գիտեն թե դու եթե լավ ես խաղացել, վсё, վերջ, պետքա գնաս։ Դա տենց չի աշխատում։ Տարբերակներից խոսամ, Հունգարիայից տարբերակ կար։ Ամենագլխավորը, որ ասեմ, սպորտային տնօրենը զանգեց, խոսացինք, ամեն ինչ պայմանավորվեցինք, ասաց, բայց մենք բերում ենք մի հատ նոր մարզիչ, որը որ իր դարպասապահին է բերելու։ Հիմա ես հավատամ սպորտային տնօրենին ու գնամ այնտեղ, բայց սպորտային տնօրենը ոչ մի բան չի որոշելու։ Սպորտային տնօրենը չի կարող մարզչի գործողությունները, գործունեությունը կատարի։ Մարզիչն է որոշելու ով է խաղալու։ Եթե մարզիչը իր դարպասապահին է բերում, ու այդ դարպասապահը հունգարացի է, ինչքան շանս ունեմ ես, եթե նույնիսկ ես իրանից ուժեղ եմ։ Ընդհանրապես շանս չունեմ։ Նենց որ այդ միանշանակ լինել, որ եթե դու լավն ես, դու պետք է գնաս դուրս, դա այդքան էլ տենց չի։ Եղիշե Մելիքյանը ինչպեսի դեր է խաղացել քո կարիերայի կայացման հարցում ու հիմա հավաքականում որպես հիմնական դարպասապահ արդեն որոշակի փոփոխություններ զգում ես ձեր հարաբերությունների մեջ։ Ուրեմն երբ որ ես Փյունիկում պայմանագիր եմ ստորագրում, այնտեղ ես 1.5 տարի չեմ խաղացել։ Ես պայստայինների նստարանին սպասել եմ իմ շանսին, բայց հարաբերությունները ընդհանրապես չի փոխվել, թե երբ որ ես մեկնարկային կազմում էի, թե երբ որ ես պայստայինների նստարանին էի։ Նույնիսկ հավաքականում ընդհանրապես վերաբերմունքը չի փոխվել, ու դա շատ նորմալ է։ Շատ մարզիչներ ես տեսել եմ, որ դա չեն հասկանում, բայց դա շատ նորմալ է։ Եթե դու ֆուտբոլիստին ընտրել ես արդեն ինքը քո թիմում է, ուրեմն ինքը արժանի է որ քո թիմում է։ Հետևաբար հարաբերությունները, չգիտեմ, ուրիշ ձև լինի, երբ որ ինքը պայստային է կամ երբ որ ինքը մեկնարկային է, մի քիչ դա սխալ է։ Իրանց մոտ ես այդպես բան չեմ նկատել։ Ամենասիրածս բանը, որ Վահե Գևորգյանն էլ ունի իհարկե այտենց, էլի մարզիչներ կան, որոնց նշեցի, իրանք էլ ունեն այտենց։ Ամենասիրածս բանը, որ մարզիչ ունի առհասարակ, ու ես այդ Եղիշե Մելիքյանի մոտ տեսել եմ, որ ուղիղ այսինքն նստում է, քո աչքերի մեջ ասում է դու կամ խաղում ես, դու կամ չես խաղում։ Ես մարզիչներ եմ ունեցել, որ իրանք ինձ ասել են դու շատ ուժեղ ես, բայց պետք է համբերես։ Ասում եմ ինչին համբերեմ։ 24-25 տարեկան եմ արդեն, ինչին համբերեմ։ Մարզիչներ եմ ունեցել, ասում են շատ լավ, այսինքն շարունակի լավ ալնելու, սեզոնի մեջ 2 հատ խաղ էին տալի ինձ։ Ես չեմ կարա չնշեմ Եղիշե Մելիքյանի հետ ուղիղ լինելը, որովհետև դա շատ մեծ բան է ֆուտբոլում, ու յուրաքանչյուր ֆուտբոլիստ այդ ակնկալիքը ունի մարզչից, որովհետև ֆուտբոլիստին երբ որ դու ինչ-որ մի բան ասում ես, ինքը այդ մտքով գնում քնում է, ինքը արթնանում է այդ մտքով, ինքը այդ մտքով գալիս է պարապմունքի, ինքը մտածում է որ դու ասել ես այդ տենց լինելու է, մտածում ես դու իրան հիմա լավ բան ես ասելու, շահագրգռելու ես, որ ինչա թե ինքը լավ պարապի, հետո լավ բաների չի բերելու։ Ինձ ճիշտ ասած դուր է գալիս մեր զրույցի ընթացքը, քանի որ մի տեսակ անկեղծությունը շատ է ու ես սիրում եմ հենց այդ անկեղծությունը այդ շատ կարևոր է այ վերջին ճամբարային հավաքի ժամանակ 6 ֆուտբոլիստ միացավ Հայաստանի ազգային հավաքականին այն երիտասարդները ովքեր եկան հավաքական կա ինչ որ նրանց դիմավորելու արարողակարգ կամ մաքսիմալ այնպես անելու որ իրանք իրենց զգան իրենց ափսեի մեջ որ ես երիտասարդ ժամանակ ուղղակի անունները շատ մեծ են, երբ մենք էինք գնում ազգային հավաքական, բայց մենք երևի իրանցից սովորել ենք էլի այդ մեր տարիքով եղբայր ֆուտբոլիստներից էլի ասենց ասած Յուրա Մովսեսյանները ընդեր որ գնում էին Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս, այդ անունների մեջ էինք մենք մտնում ու նույնիսկ իրանք նենց էին անում, որ մենք այդքան առանձնացված մեջ չզգայինք։ Իհարկե մենք հասկանում ենք մեր մակարդակը ու իրանց մակարդակը մի քիչ շատ անհամեմատելի էր, բայց ազգային հավաքական նորից եմ ասում, ինքը շատ ուրիշ տեղ է, արժեքները շատ ուրիշ են այնտեղ կոնկուրենցիա հասկացողություն չկա։ Դու չես գնում այնտեղ որ կոնկուրենցիայի մեջ մտնես ինչ-որ մեկի հետ, դու գնում ես այնտեղ որ բոլորով իրար հետ արդյունքի հասնեք։ Հանուն ազգի, ազգի թիմն է, դու չես կարա, չգիտեմ, ինչ-որ մեկը եկել է, դու իրան մի քիչ ուրիշ ձև դիմավորես։
Հենրի ջան, ես առաջարկում եմ անցնենք հաջորդ հատվածին, որտեղ ցույց եմ տալու քեզ ֆուտբոլային կադրեր, գալիս է կուլմինացիոն պահը, դադարա լինում ու պետքա կռահես, թե ինչով է ավարտվում այդ դրվագը։ Ես բացեմ գաղտնիք, ես էլ չեմ նայել այս տեսանյութերը, 9-դու, որպեսզի ինձ համար էլ մի քիչ հետաքրքիր լինի։ Ասում եմ, ես այդպես 9-դու եմ արել, որպեսզի տենց բնական էմոցիաներս ավելի ազնիվ լինեն։ Կարամ մի քիչ էլ լրիվ, Ինձ թվում է գոլ չի լինում։ Ու չեմ ուզում գոլ լինի, Կասիլիասն գոլ լինի։ Կասիլիասի հետ դեմատիկ ենք։ Ահա, ճիշտ էր, Կասիլիասներ փրկեց։ Օ, դե էսի կարծում եմ Հենրին էլ, չէ, Հենրին կարող է տեսած չլինի։ Перевод мяча в штрафную площадь, там в лужу тянет руку, в лужу это совсем... Մի փոքր կարամ հուշեմ։ Ես ինձ թվում է, դարպասապայ շարժումից իր հենց գլխի հետով գոլ է մտնում։ Հա։ Այո, Ֆիլիմոնովը կողքի վրա գնդակը խփում, բայց դարպասի մեջ է հայտնվում ամեն դեպքում գնդակը ու դա այն դեպքերից էր, երբ որ Ռուսաստանը բաց թողեց մեծ մրցաշար, բայց ասում եմ վերադառնանք մեր աշխարհ, վերադառնանք մեր խնդիրներին։ Ես հիմա ուզում եմ քեզ համար 10 հատ հարց, բլից հարցեր ընթերցել, կարճ պատասխաններ, հա, չէ, այս մեկը, այն մեկը, ինչպես կուզես։ Ուրեմն, Save Տուգանայինից թե հաղթանակ 11 մետրանոց հարվածաշարում։ Սայֆ Տուգանայինից։ Ձեռքերով խաղ, թե լավ խաղալ ոտքերով։ Երկուսն էլ Դուրս գալ դարպասից, թե մնալ գծի վրա։ դուրս գալ։ Save մատների ծայրով, թե վստահ որսալ գնդակը։ Վստահ որսալ։ Ցածր հարված, թե ինյակին հարված։ Ինյակին։ Անընդհատ հուշել պաշտպաններին, թե կենտրոնանալ միայն սեփական գործողությունների վրա։ Եթե արդեն գնդակը այն դիրքում որ կարող հարված լինի, կենտրոնալ սեփական գործողությունների վրա։ Անձրևոտ եղանակ, թե շատ շոկ արևոտ եղանակին։ Անձրևոտ։ 0-0 ու 4 հանդիպում, թե 5-4 հաշվով հաղթանակ ու քո անմիջական 5-4։ 5-4-ը։ Եվ լավագույն դարպասապահը քեզ համար։ Հիմա ներկայումս ակտիվ ֆուտբոլիստի կարիերայում գտնվող։ Իմ համար Դոննարումա ու Կուրտուա։ Վահե Գևորգյանին եմ իմիջիալուտս հարցը նաև տվել։ Նա ընտրեց Եվրոգավաթների տարբերակը, որ տարբերակը դու կուզեիր։ Կնախընտրես 2 տարի անընդմեջ Փյունիկը լինի չեմպիոն Հայաստանի առաջնության, թե եկող մրցաշրջանում Փյունիկը հասնի 1/8 եզրափակիչ կոնֆերենցիաների լիգայի։ Դա հաշվի առնելով որ Փյունիկը ինձնից առաջ շատ անգամ դրա չեմպիոն եղել, ու ինձնից հետո էլ շատ անգամներ կլինի չեմպիոն, իհարկե 1/8։ Շնորհակալ եմ շատ Հենրի ջան։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլը նորալիք YouTube-յան ալիքում, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում ձեր տեսակետները հարցազրույցի վերաբերյալ, նաև կարող եք գրել թե ում հրավիրենք մյուս հաղորդումների ժամանակ, իհարկե չենք մոռանում, որ այստեղ մենք խոսում ենք ֆուտբոլի մասին, իսկ ֆուտբոլը դա մի լեզու է, որը հասկանում են ամբողջ աշխարհում։ Կհանդիպենք արդեն շատ շուտով։ Ամենա պատմություն կա, դա հիմա արդեն շատ ծիծաղալու է իմ համար, բայց այն ժամանակ շատ ծանր էինք տանում, հենց այդ բանը շատ ծանր էինք տանում, ուրեմն play-off հանդիպումն է, Փյունիկ ցելը թիմը հասնում է Սլովենիա ու բոլորը հիվանդանում են, բոլորս հիվանդանում ենք, վատառողջ ենք, թիմում առողջ մարդ չկա, այտենց վիճակ էր, բայց պատրաստ ենք էլի, դե գիտենք արդեն ինչ խաղ պետք է արդեն ոնց որ դա անցնում է, ու վերջ ճանապարհը բացվում, այդ ճանապարհին մեր նենց հաստատվում մենք երկրորդ փուլում կարմիր քարտով պարտվում ենք, Մակեդոնիայի չեմպիոնի դեմ ենք խաղում, չգիտեմ կհիշեք թե չէ, Սերգեյ Վակուլենկոն որ կարմիր քարտ է ստանում, բայց Հայաստանում հաղթում ենք, անցնում ենք։ Վերջը 15 րոպե առաջ արդեն վերջ, տենց տակտիկական գործողությունները, բան որ պետք է սկսի խոսել Երեշե Մելիքյանը 15 րոպե ուղիղ ասում է տվեք ու դե թարգմանում են բոլորին անգլերեն, պորտուգալերեն, ամեն լեզվով թարգմանում են, որ բոլորին հասկանալի լինի, ասում է տվեք հիշեք Սերգեյ Վակուլենկոյի սխալը հանկարծ
շարժումներ, չգիտեմ, նման դեպքեր չունի 15 րոպե ուղիղ խոսում է կարմիր քարտի մասին։ Մենք որտեղ 1-0 հաղթել էինք Հայաստանում, մեզ պետք է ընդհանրապես պարել հաշիվ այնտեղ կամ չգիտեմ, եթե հնարավորություն ունի հաղթենք։ Բոլորդ հասկացաք, հա, հասկացանք 7-րդ րոպեին Սանտոսը 7-րդ րոպեին կարմիր քարտ ենք ստանում։ Ու ես այդ բանն եմ հիշում, ոնց էր 15 րոպե Երեշա Մելիքյանը բոլորին ասում։ Ուզում հիմնական Սանտոսի կողմներ ֆորում, ըստ մեր հասկացար։ Կարող է իրան չեք թարգմանել։ Իրան 3 լեզվով էին թարգմանում։ Մորինյոն էլ ունի, չէ, այդպեսի պատմություն, որ Բալոտելին Ռուբինի հետ խաղել։ Անկարծ ոչ մի բան չէ։ Հալերի այտենց մի հատ վիճակ էր 7-րդ րոպեին ուղիղ։ Կարմիր քարտ ու Խնդրում եմ լայք եք, կոմենտ եք։ Կամ մյուս կիրակի եկան։ Ասում եմ, քանի որ հետ եկան կիրակ ոչ կետ էր։